Ժողովուրդ ջան, որ հաճախ ասում են, թե մեր քաղաքական դաշտը աջափ սանդալ է հիշեցնում, ճիշտ են ասում։ Դա ազգում եմ կաշվից վրա։ Երբ նկարանել էի նախկին նախարար Էդուարդ Մադացյանի ու քրեական հեղինակություն համարվող ճվճվի զավակների օյն բազությունները, ընդդիմության ու իշխանության մեջ ինչքան օյն բազներ կային, հեռախոսս պայթացրին։ Խուճիշ ձևերով միջնորդում են, թե տեսանյութերը գոնե սուրանքինով մի տվեք, բայց դե գիտեք, ձեզ ոնց կարող ենք ապարտեղեկացված թողնել ու հիմա այդ տեղեկությունները հրամցնում ենք ձեր դատին։ Այ մարդ, որ հանցագործ աշխարհի հեղինակություն, նաև կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադացյանը, որն առավելապես հայտնի է խուճուճ Էդո մականունով, ոչ դես, ոչ դեն, Կամազի եւ Ուրալի ծիծակ համարները կտեղադրի իր եւ իր զավակի Երևանի ավականու անդամ Արման Մադացյանի Մերսեդեսների վրա, լրիվ վերջն էր։ Չար լեզուներն ասում են, որ անօրինական 01001 եւ 00101 համարանիշներով երկար ժամանակ են երթևեկել ու միայն նոյեմբերի 17-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները Հերացի փողոցից Գայի պլաշատ կատարան այս երկաթյան նժույգները։ Ու գիտեք նաև ինչու, որովհետև այնքան խուճուճ ձևի են երթևեկել, որ անգամ խճճվել է ժամանակակից տեխնիկան, արագաչափերն ու տեսախցիկները։ Եվ հիմա այլ բան չի մնում, քան օրինախախտ նախկին նախարարին եւ նրա որդուն մի կլորի գումարով տուգանել։ Բայց այս ամբողջ պատմության մեջ ժողովուրդ ջան, ինձ հուզում է հետեւյալ հարցը։ Գիտեք, շատերն են առանձնահատուկ սեր տածում մասնավորապես գոլդ համարների նկատմամբ։ Արդյոք հայր եւ որդի Մադացյանները հետ այսու կվարեն Կամազ ու Ուրալ բեռնատարները, որոնց վրա է տեղադրվելու թանկարժեք մեքենաներից արգրաված այս համարները։ Թրի վրի մի ճպուր, ողջ ամառը շուրումուր։ Երկեշ ճռած, ճռճռած, մինել, Գայի պլաշատկում տժած։ Ոնց կլինի, Porsche-ն ու Mercedes-ը հանգիստ վարեն, չէ որ ամբողջ քաղաքը իրենց ճանաչում է որպես ճվճվ Արոյի որդիներ։ Գայի պլաշատկի մոտ հավաքվածները նոյեմբերի 16-ին երբ տեսան, որ Porsche-ն ու Mercedes-ը մտնում են Ուզբոյի օջախ, պլաշատկա ասում էին, թե 10 օրը չլրացած էլի բերին, կատակում էին, թե սրանց սպորտը երևի ստեղ են կտրել, ու թանակը չչորացած էլի թքեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկին։ Իսկ պատճառն այն է, որ ճվճվի տղերքը մեքենաները վարում են կոպիտ խախտումներով ու սրանից զատ նաև առանց վարորդական իրավունքի ու տեխնիկական անձնագրի։ Խուճուճի օրինակով այս դեպքում էլ պետական գանձարանը համալրվեց կլորի գումարով։ Իսկ ճվճվի տղերքին այլ բան չի մնում, քան ծանոթանալ վարչական իրավախախտումների դրույթներին։ Գոնե հիմա ստիպված մի բան կարդան։ Սովորեք էլի, հո զորով չի, չէ որ Իլիչն այնուհանդերձ մի ճիշտ բան ասել էր. սովորել, սովորել, սովորել։ Խորովածը շատ լավ բան է, վայ, դույ։ Այ մարդ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մտքով երբևէ կանցներ, որ Դիլիջանի ոլորաններում թոքի խորոված է ուտելու։ Էդ ինքը Ազիզ Օլան Օլադե Նոե Մեհրին է, բայց բնակչությունը չի կարող Ազիզի բերած գարան միսը համտեսի, քանի որ գարան մսով բարձած ֆուրը Երևան-Դիլիջան Իջևան ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրին կողաշրջեց։ Ազիզը Ազիզ խորովածը կերավ, հետևից նոյը խմեց ու մի գիշեր էլ անցկացրեց ոլորաններում։ Եվ արդեն առավոտյան Գայի ու Մաքսայինի տղերքի ժամանումից հետո հայ կռան, հայ տրոց, իրանցու հետ գարան միսը տեղափոխում են մեկ ուրիշ բեռնատար, նոր հետո կողաշրջված ֆուրը դարձի է բերվում ու Դիլիջանի ոլորանի նշված հատվածը դառնում է անցանելի։ Ներքևից գալուց է։ Շուղեջուրը մնա պրինցիպի տեղ ինչ որ կեսը ջարդած է, կեսն հետո է ջարդվել։ Դա է ֆուրը շուրտվել, հետո մեքենային շուրտվել։ Դա մարդ բան չէ։ Նոյեմբերի 17-ին Երևանյան լճի հարևանությամբ գտնվող լճա բենզալցակայանի մոտ 3 ժամից ավելի շունը տիրոջը չէր ճանաչում։ Ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ էին հետաքրքրասեր քաղաքացիներին իրենց տրանսպորտային միջոցներով հեռացնում նշված վայրից։ Պատճառը հետևյալն էր. բախվել են տաքսի ծառայություններից մեկի 07-ը եւ 31-ը։ Մինչ հրշեջները 31-ից թափված բենզինն էին լվանում, քանի որ հնարավոր էր անզգույշ կայծի հետևանքով հրդեհ բռնկվեր, հավաքվածները կատակում էին, թե այս տեղը առավելապես հայտնի է գիշերային թիթեռնիկների հավաքատեղի։ Եվ երևի դա է պատճառը, որ բախման հետևանքով տաքսին ոտքերը բացել ու գլխիվեր պարկել էր ճանապարհի մեջտեղում ու կարծես ոստիկաններին ասում էր՝ «Էստի համեցեք», այսինքն կարգի բերեք ինձ։ Կարգի բերելու համար 5 րոպե էր անհրաժեշտ։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության հետաքննիչի ականջներին տաքսի ծառայության տերը լապշա էին կախել, թե վարորդին պետք է հիվանդանոց տանենք, եւ դա այն դեպքում, երբ մինչև հետաքննիչի ժամանումը 103 ծառայության բուժ բրիգադը զննել էր վարորդներին, որոնք հրաժարվել էին բժշկական միջամտությունից։ Այս պարագայում էլ ոստիկանների եւ հրշեջների աշխատանքները խոչընդոտում էին քաղաքացիները, մինչև ժամանեցին Շենգավիթի ոստիկանության աշխատակիցները, ու հետաքննիչն ավարտեց գործը ու ընդամենը 15 րոպեին։
Պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ այս կամ այն հանցագործություն կատարած անձը փախուստից հետո հեռվից հետևել է ոստիկանների աշխատանքին։ Նման մի դեպք տեղի ունեցավ Արագածոտնի մարզում։ Շիրակի մարզի Հառիչ գյուղի բնակիչ 54-ամյա Աղասի Թորոսյանը Գյումրի-Երևան ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին 07-ով վրաերթ է ենթարկում 34-ամյա Ալբերտ Սարգսյանին, որը մայթին կայանված մեքենան էր նորոգում։ Վրաերթից հետո Թորոսյանը բախվում է Սարգսյանի դեյուին եւ վրաերթ վթարի վարից դիմում փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահանում է, իսկ նրան մեքենայում գտնվող ուղևորներից 3-ը տեղափոխում են հիվանդանոց։ Մինչ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննիչները վթարի վայրում գործողություններ էին կատարում, աշտարակի ոստիկանները դարել են ապաչիներ եւ հարևանությամբ գտնվող ձորի ողջ երկայնքով հետապնդում էին փախստական վարորդին։ Իսկ աշտարակի ոստիկանապետը ասես մտած լիներ մենք ենք մեր սարը ֆիլմի թաղայինի կերպարի մեջ եւ ձեռքի ափերը բերանին առնելով շարունակ գոռում էր. «Օրի, Բայց ձայն բարբարով հանապատի։ Միայն հաջորդ օրը Միլպետի ձենն ընկավ սրա ականջը ու ինքնակամ ներկայացավ ոստիկանություն։ Այն որ ասում են, թե Նիվա վարողների մի զանգված ոնց որ կատաֆալկի դպրոց անցած լինեն, դրան համամիտ եմ։ Ինչպես որ համամիտ եմ նաև, որ երբեմն ծիծակ համարներով ոսկե երիտասարդները օրինապահ վարորդներ են, բայց ինչքան էլ օրինապահ լիներ Գեղարքունիքի մարզի Շորժայի բնակիչ 20-ամյա Ժորա Մալխասյանը, հաստատ ժողովուրդը այս վթարը նայելուց հետո կասի, թե մեղավորը ստատանայական 6-եր են, այսինքն 666։ Այդ թվերի պավ, իսկ իրականում այս ուսանող ջայելը Բաղրամյան պողոտայում սահմանադրական դատարանի դիմաց փորձում է շրջանցել տրոլեյբուսի պոկված էլեկտրալ լարը, բայց ապարդյուն։ Լարից փախցնում ու հագնում են մայթին տեղադրված աղբամանին ու հետո ծառին։ Արդյունքում տեղափոխում է հիվանդանոց, իսկ Երևանի Էլեկտրանս ՓԲ ներկայացուցիչները 2 ժամից ավելի հրաժարվում են պոկված էլեկտրալ լարը նորոգեն, պատճառաբանելով, թե ղեկավարությունից հրահանգ չունեն։ Ու միայն գայի քննիչ Գագիկ Հարությունյանի գալուց հետո Էլեկտրանսի աշխատակիցները էլեկտրալարը մոնտաժեցին, իսկ սահմանադրական դատարանի դիմացի ճանապարհը բացվեց։ Հա, քիչ էր մնում մոռանայի, մեծն ապան դեպքի վայր ժամանեց միայն 2 ժամ անց։ Այն դեպքում, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդներում ամուսինը վթարվելուց հետո կնոջը խոստանում է, որ մի քանի րոպեից տանն է, քանի որ ապան հասանելի է։ Ժամանակին ճանշինը շին էր, ճանապարհներն էլ շեն ու շեն էր։ Ճանապարհները շեն ու շեն են ամռանը, բայց հենց մի թեթև ձյան տնազա հայտնվում, երևում է բոլոր ճանշինների իրական դեմքը։ Այ մարդ, նոյեմբերի 19-ին բնությունը թեթև ձուն ծրտեց ու արդյունքում ապարանից միջև Ռեաթազայի երկաթյա նժույգները կլխկոնձի են տալիս եւ հայտնվում ապարանյան դաշտում։ Պատճառը ճանապարհի մերկասառույցն էր։ Բարեբախտաբար այդքան մեքենաների վթարներից հետո մի հոգի էր մարմնական վնասվածք ստացել։ Ժամեր տևեց, մինչև մեքենայատերերը դուրս էին բերում դաշտում հայտնված իրենց մեքենաները, իսկ որոշ վարորդներ, սպասելով ապային ամենավերջին խոսքերը հիշատակելով, ճանշինականներին հեռանում էին։ Օթերևոթաբանների կանխատեսմամբ սրտաշուն ձմեռ է սպասում, ու ճանապարհները հնարավոր է ձնաբքի հետևանքով փակվեն, ու այստեղ իրենց ուժն ու բազկը պետք է ցուցադրեն ճանապարհները սպասարկող ճանշինի պատասխանատուները։ Հավաքվածներն անգամ կատակում էին, թե սենց որ գնա երկաթյա նժույգներին փոխարինելու կգան ավանակներն ու դիասայլերը, ինչը եւ ապահով կլինի, համ էլ ժամերով ապային չենք սպասի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, չեք սխալվում, երբ ասում եք, որ ամեն մի նորը լավ մոռացված հինն է։ Լրիվ սառած, ոտով չէր կարող կայնել։ Այն այ մեքենան նոր եկավ թռավ, հենց նոր։ Նիվան։ Մի հատ Mercedes էր թռել, Նյանը։ Հազիվ հանեցին։ Լրիվ սառած։ Լայնի հարվա։ Տեսակ չէ ժողովուրդ ջան, ձյունը դեռ չդրած, Ռեաթազայի ճանապարհը արդեն անանցանելի էր։ Նոր տարի է գալիս։ Հեսա ճանշինը կայտարել, թե վերջին ճիչի ինչ տեխնիկա է ներմուծել, թե վարորդները կարող են հանգիստ եւ աչքները փակ երթևեկեն, այդ վարորդները, բայց մենք աչքերը փակելու մտադրություն չունենք։ Ու ինչքան տեսնենք ձեր վատ աշխատանքը, հարգելի ճանշինականներ, ճանշին ենք անելու, ու այդ ամենը առանց բացառությունների ներկայացնելու ենք։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։